Սիրելի հետևորդներ ջան, տեսեք մեր աղցանը ինչքան համով է ստացվել, հատ էլ համ տեսենք, ասեմ, որ շատ համով է ստացվել։ Դուք էլ պատրաստեք, տեսեք ձեր մոտ ինչպես է ստացվում, սիրելիներս, այսքան։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հույսով եմ, որ բոլորդ լավ եք, առավոտյան շուտ է, միասին սուրճ կամ թեյ եք խմում, դե գնացեք սիրելիներս։ Մոռացել եմ, որ ջուրը լցրել եմ։ Սիրելի հետևորդներ, ինձ թվում է կռահեցիք, որ գացայի մեջ չեմ եփում կարմիր լոբի, այսօր պատրաստելու ենք միասին կարմիր լոբիով շատ համով աղցան։ Հիմա սուրճը կխմենք, կվերջացնենք, հետո հերթը կհասնի նրա։ Գրել եմ երեկվանից լոբին թրջել եմ, տաք եռմանջուր եմ լցրել, հլա մի 5 րոպե թողել եմ եռալ, որ իրան մեջի գազերը լրիվ դուրս գա։ Ու դրել եմ եռումը։ Շուշուտ նայում եմ, որ շատ չեփվի, շատ փափուկ չլինի, ոչ փափուկ լինի, ոչ պինդ լինի, պետք է լինի նորմալ։ Մեր սուրճն էլ եփվի։ Երեք նայեցի, տեսա YouTube-ը մեկ հոգու անուն էր ավելացրել։ Հիմա ման եկա, որ գտնեմ ձեզ ասեմ, ասեք, երեսը փոխված է, էլի, ինչ որ չեմ կարողանում մտնեմ այնտեղ, որ այդ անուն ազգանունը կարդամ։ Հետո մյուս բոլովակի։ Մեր սուրճն էլ արդեն եփված է։ Այսօր եղանակը շատ լավ եղանակ է, սիրելի հետևորդներ ջան, հլա տեսեք ինչ արև է, հլա նայեք տեսեք, այն որ ասում է քաչալի գլուխ կվառե, այսօր երևի քաչալի գլուխ է վառել, այսինքն մեր թութակը չխանգարեց սուրճը եփելուց, խելոք նայում է, հետենակ միջև վերջ խելոք կմնա, նայ ինքն էլ գլուխը թեքել մեզ է նայում։ Շատ افیرست. Վայ վայ. Մեծացել ենք արդեն, նստելու կարիք ենք զգում։ Երեկվա հոլովակում շոկոլադով խմեցի, խեղդվեցի քաղցրությունից, ճիշտ է լիմոնի է, ոնց դուրակալ լիմոնով, բայց
ոնց որ կոկորդս խեղդեց ու հաց բերեց ինձ։ Ամենաճիշտը կարամելն է։ Դե սիրելիներս, մեր մեծ ընտանիքից ինչ որ մի քանի հոգի կարող է ինձ հետ սրճեն, ընկերություն անեն, էլի տեսնեմ, ովքեր են արձագանքելու մեկնաբանությունների մեջ։ Սիրելի հետևորդներ ջան, չմոռանամ զգուշացնել, որ բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը սիրելիներս, անպայման բաժանորդագրվեք։ Ինքը շատ ժամանակ չի ուզում ձեզանից, մի վայրկյան է։ Սկզբից բաժանորդագրվեք, հետո նայեք, որ չմոռանաք։ Կարող է մոռանում եք, իմ մոտ էլ է պատահում այդպես։ Սիրելի հետևորդներ ջան, ձեզ շատ չզբաղեցնեմ, ստեցություն չեմ ասում, բայց կմիանանք մի քիչ հետո։ Մեր աղցանը կպատրաստենք միասին։ Համարյա մի երկու գում մնաց, այն էլ խմեմ պրծավ։ Կհանդիպենք մի քիչ հետո։ Սիրելի հետևորդներ, ոնց որ ասեցի, որ կարմիր հատիկ լոբիով և բազուկով աղցան ենք պատրաստելու։ Հիմա ես բազուկը լոբին եփել պատրաստել, սպասի չացնեմ, որ տեսնեք։ Հիմա լոբին եփված պատրաստել, կլցնեմ ես սրա մեջ։ Սա կդնենք մի միջև որ բազուկն էլ է եփված, միջև բազուկի մաքրելը կտրտենք սոխը։ Սիրելի հետևորդներ, իսկական կարմիր սոխ էր պետք, բայց կարմիր սոխ չգտա, սպիտակ սոխով են պատրաստում, եթե դուք պատրաստելուց լինեք, եթե ձեռների տակ լինի կարմիր սոխով պատրաստեք, ավելի գեղեցիկ է լինում։ Կտրտում եմ։ Նստում եմ լոբիի վրա, հենց իրարից անջատում ենք։ Երևի կես սոխը հերիք է, եթե հերիք չլինի, նորից կավելացնենք։ Ընդհանրապես սոխն է բերում համը, լոբիի համս, աղցանի համը, բայց փոշմանեցի, ես էլ եմ կտրտում, որովհետև մենք սոխ ուտով ենք։ Ոչ շատ մեծ եք կտրտում, ոչ է շատ փոքր։ Ես էլ ենք լցնում հատիկ լոբիի վրա։ Սխտորը ճզմում ենք։ Երկու հատիկ պճեղ սխտորա, թարմ սխտորա ասեմ, որ հին չի։ Սա էլ կսխնեմ, ինքան հոտը ուժեղ է սխտորի, դրա համար ճիշտ ուջուրայինք, երկու հատ վերցրեցի, որ շատ հոտ չգա, էլի։ Սոխներ լցրեցինք, սխտորներ լցրեցինք, դա այսպես խառնեմ։ Ստեղ ունեմ կարմիր պղպեղ, սև պղպեղ և խմելի սունելի շատ քիչ եմ վերցրել գթալի ծայրով, կես թեյի գթալ
կարմիր, կես թեյիթա, սև պղպեղ։ Սա էլ ենք լցնում։ Կամաց խառնում ենք, որ համեմունքը տարածվի։ Մեկ թեյի գթալ քացախ եմ լցնում, ասեմ, որ քացախը տնական քացախ է ու շատ ուժեղ է։ Դրա համար մեկ թեյի գթալ եմ լցնում, եթե հարկավոր լինի, համը տեսնենք, որ էլի պետք է, էլի կլցնենք։ Եվ լցնում եմ ձիթապտղի յուղ։ Ձիթապտղի յուղով ավելի համովալնում եւ առողջարար։ 2 թեյի գթալ եմ լցնում, որ հարկավոր լինի, նորից կավելացնեմ։ Դե 2 թեյի գթալը 1 ճաշի գթալ է լինում։ Դիտեք։ Սա էլ եմ խառնում։ Միջև որ բազուկը կմաքրեմ, մեզ սրա համերը կտարածվի։ Մի քիչ աղցանենք։ Տեսա դնենք մի կողմ, մաքրենք բազուկը։ Այնքան քացախի հոտը ուժեղ է, որ տարածվում է։ Ասեմ, որ սիրելի հետևորդներ, եթե ցանկանաք բազուկը ալյումինի խարտի այդ բանը հետ է էլի ուներին համասում։ Այդ ֆոլգայի մեջ փաթաթում եք ու 250-300 աստիճանի տակ դնում եք միջև որ տենակ եփվել է, ասեմ, որ խորոված բանը բազուկը ավելի համով է լինում։ Ես խաշել եմ, խաշած ձևով մարել չէի ուզում այդքան սպասեի խորովեի, բայց խորոված ես կերել եմ, շատ համով է եղել։ Սա էլ մաքրեցինք։ Հիմա մեջից կտրում ենք, կիսեցինք մեջից, ու սեն շերտերի ենք բաժանում, ոչ հաստ, ոչ բարակ։ Այսեն շերտերի ենք բաժանում։ Տանդաղ եմ կտրում, որ ծուր չկտրվի։ Իսկ հիմա դնում եմ իրար վրա, որպեսզի հատիկ-հատիկ չկտրտեմ, ժամանակ կորցնեմ, այսպես դնում եմ իրար վրա ու թեքությամբ կտրում եմ։ Ցանենք, որ հավասար լինի։ Ճիշտ է, ինքը պլստում է, բայց պետք է շատ էլ լինենք։ Եթե կարող եք առանձին կտրտեք, տես բան եղավ, սղղած ընկավ։ Հիմա սենց կկտրեմ, ոչինչ։ Սրանք էլ կտրտենք։
վրա։ Տեսնենք այսքան լոբին ինչքան ապրեք։ Պետք է նենց անենք, որ հավասար քանակությամբ լինի։ Ոչ շատ լինի, ոչ էլ քիչ լինի։ Չէ, լավ, ասեմ, որ էսի տեսակ մեծ հատ բազուկ էր։ Մի քիչ էլ ենք աղցանում։ Ու մի հատ համ տեսում ենք, հլա տեսնենք ինչ համի է։ Մի քիչ քացախ է ուզում։ Մի հատ էլ համ տեսենք։ Քացախը հերիք է։ Օյ։ Մի քիչ ձեթ ավելացնենք։ Մի հատ էլ կտեսնենք։ Սիրելի հետևորդներ, ասեմ, որ շատ համով էր։ Անչափ համով էր, սիրելի հետևորդներ։ Մի քիչ կտեսնենք ափսեի մեջ։ Կարմիր, սոխը կարմիր չէ, բայց կարմրեց։ Բազուկից։ Բազուկի գույնը տվեց սոխի։ Մի քիչ մաղադանուս եք ցանում։ Մի քիչ էլ համին եք ցանում։ Սա էր մեր աղցանը։ Տեսեք ինչ համիկն է սիրուն, համն է շատ սիրուն։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր վերջացրեցինք մեր հոլովակը, մի հատ տզեմ։ Այսօր վերջացրեցինք մեր հոլովակը, սիրելիներս, ուզում եմ բոլորիցս շնորհակալություն հայտնել, որ մինչև վերջ հետևեցիք իմ ալիքին, չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, սեղմել զանգակ կոճակը, սիրելիներս, ձեզանից շատ շնորհակալ եմ ձեր մեկնաբանությունների, սրտիկների, ամեն ինչի համար, սիրելիներ, ձեզ համբուրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակից, տեսություն ձեզ։